Գյումրու մարզի Դաշիր համայնքում է գործում Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական համալիրը։ Այն հիմնվել է 2023 թվականին եւ Հայաստանի ամենամեծ ֆերմերային տնտեսությունն է։ Համալիրի հիմքում դրված է սերմի ցեղան հայեցակարգը։ Մոտ 29 հեկտար տարածքի վրա կառուցված համալիրը ներառում է անասնապահական եւ խոզաբուծական ֆերմաներ, կերի արտադրամաս, սպանդանոց, կարանտինային հատվածներ, գոմաղբի հավաքման համակարգ եւ այլ ենթակառուցվածքներ։ Ընդհանուր շինությունների մակերեսը կազմում է շուրջ 75000 քառակուսի մետր, իսկ ամբողջ շինարարությունն իրականացվել է 1 տարվա ընթացքում։ Ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի խոսքով ֆերմայում պահվում են Հոլշտեյն ցեղատեսակի կատնատու կովեր, որոնց առողջական վիճակը, ակտիվությունը, վերարտադրությունը ու կատնատվությունը վերահսկվում են թվային համակարգերի միջոցով։ Համարներն ռեմենի վրա եւ տակը արդեն իրանց չիպերն են, հաշվենիքներն են, որոնց վրա չիպերն է, որը որ ամեն մեկը ունի իր ինդիվիդուալ այդ համարը եւ ֆերմաներում տեղադրված անտենաների միջոցով ցույց է տալիս, թե բոլոր կովերի առողջական վիճակը, իրանց ակտիվությունը, անասնաբուժական աշխատանքների համար, վերարտադրության մասով, այսինքն կենդանիների եթե ցանկության են լինում արդեն ակտիվության դաշինքներով ցույց է տալիս կենդանիների ակտիվությունը, համաձայն դրա արդեն սերմնավորողը իմանում է էֆեկտիվ սերմնավորման ժամանակ եւ սերմնավորումը։ Նրա խոսքով մեկ կովին օրական տրամադրվում է շուրջ 55 կիլոգրամ կերախառնուրդ եւ միջինում տալիս է 35 լիտր կաթ։ Կովերը կթվում են օրական 3 անգամ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Կթված կաթը փակ խողովակաշարով տեղափոխվում է հատուկ ջերմաստիճանային համակարգ։ Ամեն 8 ժամը մեկ կթի պրոցեսն է։ Կթարանում ուրեմն կթվելուց հետո կաթը խողովակներով լցվում է սառնաների մեջ, ու անցնելով ֆիլտրերի մեջով հովացման շիլերներով անցնում է սառնանի մեջ, այնտեղ իջացնում են ջերմաստիճանը 2-ից 4 աստիճան, ու ամռան շրջանում 2 ենք պահում եւ արդեն հատուկ մեքենաներով տեղափոխվում է Երևան։ Այս ամբողջ process-ը կթարանից սկսած սիստեման այնպես է համակարգը սարքված, որպեսզի փակ շղթա լինի, այսինքն կաթը որևիցե ձև չկարողանա շղթել օդի կամ կողմնակի ինչ-որ բաների հետ համային եւ հոտային իր հատկանիշները պահպանելու համար, հա։ Խաչատրյանի խոսքով յուրաքանչյուր կենդանու համար ապահովված են անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան տարածքը։ Անասնակերն աճեցվում է հենց ընկերության պատկանող հողատարածքներում, որտեղ մշակվում են եգիպտացորեն, արվույթ, գարի եւ այլ մշակաբույսեր։ Դրանք վերածվում են սիլոսի, սենաժի եւ կերախառնուրդի, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել կենդանիների սնուցման որակը։ Խաչատրյանի խոսքով ֆերմայում կիրառվող տեխնիկան եւ սարքավորումները ներմուծվել են Եվրոպայից, իսկ գործընթացները մեծ մասամբ ավտոմատացված են, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը։ Մենք ոչ թե պետքա բուժումներ անենք, այլ մենք պետքա կանխարգելում անենք, իսկ այդ կանխարգելումը իրականացվում է հենց պատվաստումների միջոցով։ Կանխարգելումը իրականացվում է պայմաններով, հա, կանխարգելումը իրականացվում է ճիշտ կերակրմամբ։ Այսինքն այդ ամբողջ process-ը մի հատ մեծ համակարգ է, որը որ եթե որևէ տեղ խախտեցինք, կսկսվի տատանվել, հա։ Դրա համար, օրինակ այդ վակցինաների մասը, որ հարցը ասեցի, այո, մենք կա պետական վակցինաների պլան, այդ ամբողջ վակցինաների պլանն է իրականացվում, նաև կա ներքին արդեն պլան, որոնք որ արդեն կապված process-ներից դա է իրականացվում եւ այդ ամեն ինչը նույնպես ծրագրային վերահսկում է իրականացում, որտեղ նաև համակարգիչն է ասում, որ համարի կենդանիներին ինչ process արդեն պետք է արվի։ Այդ ամբողջը վերահսկվում է եւ կառավարելու։ Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը ներկայացրեց ընկերության գործունեության հիմնական սկզբունքներն ու վերջին 6 տարիների ձեռքբերումները, առանձնացնելով 6 կարևոր փաստ։ Առաջինը վերաբերվում էր ընկերության գործունեության հիմքում ընկած սերմի ցեղան հայեցակարգին։ Երեմյան կատնամթերքը միակ կատնամթերքն է Հայաստանի Հանրապետությունում, որ աշխատում է սերմի ցեղան հայեցակարգով։ Եվ ինչ է նշանակում սերմի ցեղան հայեցակարգ։ Սերմի ցեղան հայեցակարգը դա ոսկե ստանդարտ է կատնամթերքի արտադրման աշխատանքներում, դա նշանակում է, որ մենք մեր կաթը, ըստ էության կաթի բարձր որակը ապահովում ենք հենց սերմից, հողերից։ Այսինքն մեր հողում աճեցնում ենք բարձր սննդային արժեք ունեցող կերը, որը տրամադրվում է մեր կովերին։ Երկրորդ կարևոր սկզբունքը նրա խոսքով ամբողջությամբ փակ շղթայով եւ ուղղահայաց ինտեգրման մոդելով աշխատանքն է, որի շնորհիվ կաթը որևէ փուլում չի շփվում արտաքին միջավայրի հետ։ Այս ամբողջ համակարգը աշխատում է ուղղահայաց ինտեգրման մոդելով եւ փակ շղթայով, ինչը կրկին անգամ թույլ է տալիս մեզ իրականացնել խիստ վերահսկողություն յուրաքանչյուր փուլում։
որպեսզի մեր կողմից սահմանված բարձր ստանդարտներից շեղում տեղի չունենա։ Եվ արդյունքում արտադրվում է ակարգի բարձր որակի 100% բնական անարատ կաթը։ Երրորդ փաստն այն է, որ երևյան կաթնամթերքը Հայաստանի միակ արտադրողն է, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ։ Սա սննդի անվտանգության համակարգի կարևորագույն եւ խստիվ պահպանվող սերտիֆիկացման մի համակարգ է, որի արդյունքում սննդամթերքը արտադրվում է ամենաբարձր ստանդարտներով եւ իր առողջ բաղադրությունը կարողանում է պահպանել մինչև հաճախորդի սեղան հասցնելը։ Չորրորդ կարևոր փաստը վերաբերվում է նրան, որ ընկերությունն ունի մանկական կաթի պետական վկայական, ինչը թույլ է տալիս արտադրանքը օգտագործել նաև նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների սննդակարգում։ Հինգերորդ փաստով ներկայացվեց, որ գործունեության 6 տարիների ընթացքում ընկերությունն արդեն արտադրում է ավելի քան 60 տեսակի կաթնամթերք, որոնց թվում են կաթ, կատնաշոր, թթվասեր, յոգուրտներ, հայկական ու իտալական պանիրներ, ինչպես նաև այլ արտադրատեսակներ։ 6-րդ փաստը Լուսինե Երեմյանի խոսքով հենց վերջնական արդյունքն է՝ բարձրորակ բնական եւ անվտանգ կաթնամթերքի արտադրությունը։ Այս ամենի արդյունքում մենք ստեղծում ենք այդ ակարգի բնական որակյալ անարատ կաթը, որը անհրաժեշտ է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Լուսինե Երեմյանը դիմեց նաև սպառողներին, ուշադրություն հրավիրելով կաթնամթերքի պիտակների։ Շատ կարևոր է, որ սպառողները լինեն տեղեկացված, գիտակից որոշում կայացնեն, տվյալների հիման վրա կառուցված որոշումներ կայացնեն եւ լինեն պահանջատեր, կարդան պիտակները, հարցեր տան։ Ընկերությունը վստահեցնում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, սեփական կերի արտադրությունը, կենդանիների առողջության մշտադիտարկումն ու արտադրության ամբողջական վերահսկողությունը հնարավորություններ է տալիս սպառողին առաջարկել միջազգային չափանիշներին համապատասխան բնական եւ անվտանգ կաթնամթերք։ Մերի Հակոբյան, Արտավազդ Լուլուկյան, Օրագիր Նյուս։